Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում, Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել, որովհետև քաղաքական ճակատագրի մասին չի, խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է, հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ կլինեն, դրա մասին կտեղեկացնենք, ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավիճակին, եթե ես չեմ սխալվում, իսկ կարող եմ սխալվել, որովհետև շատ մանրամասն չեմ տիրապետում, քրեական գործը, որով գործընթացները հիմի տեղի են ունենում, հարուցվել է դեռևս 2025 թվականին օտար երկրյա ներդրողի դիմումի հիման վրա։ Եթե ես չեմ սխալվում, ինչքան գիտեմ, ինչքան հասկանում եմ, հենց դա է տեղի ունեցել եւ նրբությունը դա է։ Օտար երկրյա ներդրողի դիմումի հիման վրա։ Եվ այդ դիմումը վերաբերվել է նրան, որ այսինքն քննչական կոմիտեն ինչքան գիտեմ հաղորդագրություն, այսինքն տեսա լուրերում, որ հաղորդագրությունն է տարածել, բովանդակությունը կիսել է։ Շատ հարամասներ, քանի որ չգիտեմ, կարող եմ սխալվել, դրա համար չեմ վերարտադրում։ Ասում են այդ Գագիկ Ծառուկյանն է տուժող եղել, ինքը դիմել է իրավապահ մարմիններին։ Եթե տուժող եղել, ինչի՞ չի դիմել իրավապահ մարմիններին։ Կենդանիների հետ կապված, եթե կա մարդ, որը պետք է պատասխանատվություն կրի, ինչքան գիտեմ, քննություն է նշանակում։